Ինչ է սպասվում աշխարհին եւ ինչի պետք է պատրաստվի Հայաստանը 2026 թվականի ապրիլին ըստ Թամարա Գլոբայի հորոսկոպի։ Ապրիլը ջրհոսի ամիսն է, կենդանակերպի նշան, որը կառավարվում է երկու հեռավոր մոլորակների՝ Սատուրնի եւ Ուրանի կողմից։ Մի կողմից Սատուրնը բերում է կենտրոնացում, կառուցվածք եւ փիլիսոփայական մտածելակերպ, բայց նաեւ սահմանափակումներ է դնում։ Մյուս կողմից Ուրանը բերում է ազատության, ոչ ավանդականության եւ նորարարության ցանկություն։ Այս հակասությունները սահմանում են ջրհոսի բնավորությունը եւ դրա ազդեցությունը այս ամսվա իրադարձությունների վրա։ Թամարա Գլոբան կիսվում է իր նոր հորոսկոպով 2026 թվականի ապրիլի համար, բոլոր կենդանակերպի նշանների համար։ Ինչ է սպասվում աշխարհին եւ ինչի պետք է պատրաստվի Հայաստանը։ Ազատության եւ փոփոխության ցանկության ամիս։ Ինչ սպասել 2026 թվականի ապրիլին կանխատեսում բոլոր նշանների համար։ Ջրհոսն ունի եզակի ունակություն, տեսնելու ապագան եւ գտնելու հնարավորություններ այնտեղ, որտեղ մյուսները չեն նկատում դրանք։ Այս կենդանակերպի նշանը ձգտում է կապ հաստատել ուրիշների հետ եւ բարեկամություն աշխարհի հետ, բայց գնահատում է իր անկախությունը։ Այն միաժամանակ կրում է նվիրվածության ցանկություն Սատուրնի ազդեցությամբ եւ ազատության ծարավ Ուրանի ազդեցությամբ, ինչը ստեղծում է ներքին կոնֆլիկտներ։ Այս մոլորակների ազդեցությունը ըստ աստղագուշակ Թամարա Գլոբայի ջրհոսներին դարձնում է անկանխատեսելի։ Նրանք կարող են կապված լինել տանը, ընտանիքին եւ աշխատանքին, բայց ցանկացած պահի կարող են թողնել ամեն ինչ ազատության զգացողության համար։ Ջրհոսները ապրում են անցյալի եւ ապագայի, ճշմարտության եւ նոր գիտելիքների որոնման, կայունության եւ հեղափոխության միջև սահմանին։ 2026 թվականի ապրիլ մոլորակների դասավորվածություն եւ ինչ սպասել։ 2026 թվականի ապրիլն տեղի կունենա մոլորակների խոշոր դասավորվածություն։ Պլուտոնը, որը գտնվում է ջրհոսում, ուժեղացնում է նշանի թաքնված ուժը, որը կարող է դրսևորվել անսպասելի պահին։ Այն նաև ազդում է կրքի եւ սոցիալական գործընթացների վրա, աշխարհը մղելով դեպի լայնածավալ փոփոխություններ։ Միևնույն ժամանակ այս կենդանակերպի նշանի մեջ աքսորված արևը ջրհոսներին պակաս տեսանելի է դարձնում հասարակության մեջ, բայց նրանց գաղափարները հզոր ազդեցություն ունեն իրադարձությունների վրա։ Ինչ է սպասվում Հայաստանին 2026 թվականի ապրիլին։ Թամարա Գլոբան կանխատեսել է համաշխարհային կարգոդոր հաստատելու փորձեր։ 2026 թվականի ապրիլը լի կլինի փոփոխություններով տարբեր ոլորտներում՝ գիտություն, մշակույթ, ֆինանսներ եւ քաղաքականություն։ Հնարավոր են կարևոր հայտնագործություններ եւ տեխնոլոգիական առաջընթացներ, որոնք կսահմանեն զարգացման ուղին առաջիկա տասնամյակների համար։ Ակնկալվում են նաև նոր դաշինքներ եւ կազմակերպություններ, որոնք կարող են վերաձևավորել համաշխարհային կարգը։ Ինչ փոփոխություններ կլինեն աշխարհում 2026 թվականի ապրիլին։ Պլուտոնը ջրհոսի համաստեղությամբ կուժեղացնի մարդկանց ցանկություն անկախության եւ նոր գիտելիքների նկատմամբ։ Սա կարող է հանգեցնել սոցիալական ցնցումների, քաղաքական տեղաշարժերի եւ նույնիսկ հեղափոխական իրադարձությունների։ Միևնույն ժամանակ կձևավորվեն նոր դաշինքներ եւ կազմակերպություններ, որոնք կազդեն հասարակության ապագայի վրա։ 2026 թվականի ապրիլին տեխնոլոգիական առաջընթացը կարող է ազդել նաև ոչ միայն գիտության, այլև ֆինանսների, մշակույթի եւ նույնիսկ ռազմական գործընթացների։ Աշխարհը կվերակազմակերպվի, ստեղծելով նոր կառույցներ, մինչդեռ հին դաշինքները եւ համակարգերը կսկսեն փլուզել։ Վտանգավոր եւ կարևոր օրեր ապրիլին։ Աստղաշնական կանխատեսում 2026 թվականի ապրիլի համար, երբ են ամենավտանգավոր ամսաթվերը։ Աստղագուշակները առանձնացնում են մի քանի ամսաթվեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն՝ 7-ի երեկոյան, առավոտյան, 22-ի եւ 25-ի երեկոյան, ծերեկը, 26-ի երեկոյան մինչև առավոտյան առավոտ եւ 28-ի կեսօրին ծերեկը։ Ապրիլը կլինի անսպասելի փոփոխություններ, նոր ուղղությունների ձևավորման եւ ազատության որոնման։ Սա այն ժամանակահատված է, երբ ջրհոսի գաղափարները, նորարարություն, անկախություն եւ առաջընթացի ձգտումը հատկապես վառ կերպով կարտահայտվեն։ Ամիսը հարմար է նրանց համար, ովքեր պատրաստ են փոփոխությունների եւ կարող են անկայունությունը օգտագործել իրենց օգտին։ 2026 թվականի ապրիլը հայտնագործությունների, անսպասելի դաշինքների եւ ապագայի ձգտման ժամանակ է, որը ձիերի երամակն է առաջ է սլիքում, վանելով հնացած կարգերը եւ ստեղծելով նոր հնարավորություններ։
2026 թվականի ապրիլը տարվա լավագույն ամիսը կլինի այս 3 կենդանակերպի նշանների համար։ Սա պարզապես տարվա ևս մեկ գլուխ չէ, սա շրջադարձային կետ է։ Այնպիսի ամիս, երբ չափազանց երկար լճացումից հետո մանրամասները վերջապես իրենց տեղը կընկնեն։ Այնպիսի էներգիա, որը հանկարծ ստիպում է ձեզ կանգ առնել մտքի կեսին եւ հասկանալ, ինչ-որ բան իսկապես փոխվում է։ Այս ամիս երկինքը անսովոր ակտիվ է եւ ավելի կարևորը գործում է մտադրված։ Խոյից եկող հզոր էներգիայի ալիքը սահմանում է ամբողջ ապրիլ ամսվա տոնը, մարդկանց դուրս մղելով տատանումներից եւ գործելու։ Մինչդեռ Յուպիտերը շարունակում է ընդլայնել հուզական աճախեց գետի մեջ, իսկ Պլուտոնը ջրհոսի մեջ վերակառուցում է անհատականությունը եւ երկարաժամկետ նպատակը։ Եվ կարծես դա բավարար չէր, Ուրանը փոխում է նշանները, բերելով հանկարծակի առաջընթացներ, որոնք թվում են եւ անսպասելի, եւ տարօրինակ կերպով նախապես որոշված։ Պարզ ասած, ապրիլը լուրջ չի լինելու։ Այն այստեղ է մարդկանց արթնացնելու համար, բայց ոչ բոլորը նույն կերպ կզգան այս էներգիան։ Ոմանց համար այն կլինի ինտենսիվ, մյուսների համար շփոթեցնող, եւ մի քանի ընտրված նշանների համար ամեն ինչ կզգացվի այնպես, կարծես դռները բացվում են գրեթե առանց ջանքերի, կարծես տիեզերքը վերջապես որոշել է համագործակցել։ Եթե այս նշաններից մեկը ձեր արեգակում, լուսնում կամ ասցենդենտում է, 2026 թվականի ապրիլը կարող է լինել այն ամիսը, երբ դուք մի օր հետ կնայեք եւ կասեք. այդ ժամանակ էր, որ ամեն ինչ սկսեց իր տեղը ընկնել, եւ երբ դա տեղի ունենա, կանգնեցնելը հեշտ չի լինի։ Ինչու է 2026 թվականի ապրիլն այդքան տարբերվում տարվա մնացած մասից։ Ապրիլի առանձնանալու հիմնական պատճառը կենտրոնացումն է։ Սատուրնը կրկին անցնում է Խոյի համաստեղությունը 2026 թվականի փետրվարի 13-ին, իսկ Նեպտունը կրկին մտավ Խոյի համաստեղությունը 2026 թվականի հունվարի 26-ին, սկզբ դնելով շատ ավելի երկար դարաշրջանի։ Ապրիլին այս երկու դանդաղ շարժվող մոլորակները արդեն ստեղծում են քաջության, ինքնության ուսումնասիրության, պատասխանատվության եւ իդեալիզմի ֆոն։ Ապա ապրիլը տաքանում է, երբ Մարսը ապրիլի 9-ին մտնում է Խոյի համաստեղություն, որին հաջորդում է Մերկուրին ապրիլի 14-ին, ստեղծելով հազվագետ մոլորակային կույտ Խոյի համաստեղությունում, որը կյանքը առաջ է մղում անվիճելի ուժով։ Ապրիլի 17-ին Խոյի համաստեղությունում նորալուսինը միայն ուժեղացնում է նոր անձնական սկզբի զգացումը։ Սա թեթև մոտիվացիա չէ առանց հետևողականության։ Խոյի համաստեղությունում Սատուրնը պահանջում է լրջություն, Խոյի համաստեղությունում Նեպտունը բերում է տեսլական, Խոյի համաստեղությունում Մարսը բերում է գործողություն, Խոյի համաստեղությունում Մերկուրին բերում է որոշում։ Միասին նրանք ապրիլը դարձնում են ամիս, որն այլևս թույլ չի տալիս քաքնվել անորոշ օրվա հետևում, նույնիսկ հետաձգումը դառնում է անհարմար։ Այս տարանցումները պահանջում են քաջություն, բայց ոչ անզգուշություն, դրանք պահանջում են կենտրոնացված առաջշարժում։ Կա երկրորդ շերտ, որը այս ամիսը դարձնում է հատկապես լարված։ Յուպիտերը մինում է Խեցգետնի համաստեղությունում մինչև 2026 թվականի հունվարի 30-ը եւ սա համարվում է նրա ամենաուժեղ դիրքերից մեկը։ Խեցգետնի մեջ Յուպիտերը շեշտը դնում է հոգաթարության, ինտուիցիան, անվտանգության զգացողության եւ հուզական ինտելեկտի վրա։ Միևնույն ժամանակ Պլուտոնը շարունակում է իր երկար ճանապարհորդությունը ջրհոսի միջով, եւ ապրիլի վերջին Ուրանը նույնպես երկար ժամանակով վերադառնում է երկվորյակների մեջ, ավելացնելով թարմ մտավոր կայծ եւ բացելով նոր գլուխային նշանների համար, որոնք լավ են փոխաձգում օդային էներգիայի հետ։